այս հաղորդման հյուրը կլինի Բևերի խորհրդի անդամ Գարեգին Չուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Չուկասյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Մենք էլ ենք լավ, փառք Աստծո։ Պարոն Չուկասյան, մի հայտարարություն անեմ, խնդրեմ բոլորին, որ անպայման տարածեն եւ լայքեն եւ գրեն մեկնաբանություններ։ Եվ սկսենք մեր հարցազրույցը։ Պարոն Չուկասյան, առաջի հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, կարծում եմ շատ շատերին է հիմա դա հետաքրքրում, կլոր սեղանի հետ է կապված։ Կլոր սեղանի մասնակիցները գիտենք, որ հիմնականում ազգային ուժեր են եւ քանակական ու որակական հարցի մասին էի ուզում հարցնել։ Ասենք մինչև հիմա եղած բաներից, կլոր սեղաններից, այսպես ասած, քանակական, որակական առաջխաղացում դուք տեսնում եք, թե ոչ։ Քանի որ դուք բաներին մասնակցում եք։ Այո, հասկացա։ Ուրեմն ասեմ ձեզ, որ մասնակիցները, որոնք այստեղ կլոր սեղանին մասնակցում են, նրանք ներկայացնում են թե անհատների, թե կազմակերպությունների, հասարակական եւ թե կուսակցությունների եւ ուրեմն ընդհանուր առմամբ կարող եմ ասել մոտավորապես 7-8 կուսակցություն տարբեր մեր հանդիպումների մասնակցել են եւ 7-8 հասարակական կազմակերպություններ արդեն իսկ մասնակցել են եւ քանակական առումով բավականին լայն սպեկտր են ներկայացնում տարբեր ուժերի։ Իհարկե չենք կարող ասել, որ դրանք մեծ կուսակցություն են, Հայաստանի քաղաքական դաշտը գիտեք բավականին տերողված է, բայց այն փաստը, որ շարունակական ամեն շաբաթ հանդիպումներ են տեղի ունենում եւ աշխատանքային հանդիպումներ եւ պաշտոնական հանդիպումներ արդեն 4-րդ շաբաթն է, որ այսպես բարբերաբար հանդիպումներ են լինում եւ սա շատ ուրախալի երևույթ է, որովհետեւ այս համագործակցության հարթակը բավականին բացառիկ է, հատկապես այսօրվա Հայաստանի պայմաններում, երբ որ գործող կարող եմ ասել ադմինիստրացիան, որտեղ իշխանություն կոչել չի կարելի այսօրվա իշխանություններին, իրենք ամեն ինչ անում են այս տրոհումը պահպանելու, իսկ այս տրոհվածությունը փաստորեն ժողովրդին շեղելու, կողմնացուցիչ գցելու, հուսահատացնելու այն քաղաքականությունը, որը ներկայիս այսպես գործող իշխանությունը անում է։ Իսկ կլոր սեղանի վրա ճնշումներ զգում եք այդ նույն իշխանության կողմից։ Մենք որպես կարող եմ այսպես ասել, որպես բևեր մեր վրա ճնշումը մշտապես եղել է, ամենք սովորենք այդ ճնշումներին։ Հիմնականում ճնշումը արտահայտվում է բլոկադայով, տեղեկատվական, որովհետև իրենք շարունակում են այսպես անտեսելու տալ մամուլով եւ այլով չլուսաբանելով, այնպես որ դա մշտապես կա, անհատական աշխատանք, եթե անգամ տարվում է, գոնե այս պահին մարդիկ շատ չեն արտահայտվում, բայց ես կարծում եմ, որ դա էլ տեղի ունի։ Պարզ է։ Որակական փոփոխություններն էլ փաստորեն դրանց հետ են կապված, որ մշտապես հավաքվում եք, այո։ Մշտապես հավաքվելը խոսում են մասին, որ այն ուժը, որը մարդկան եւ կազմակերպություններին համախմբան է տանում, դա կարծես թե միավորող շատ կարևոր դեր է եւ ի պատիվ ուրեմն կազմակերպչական խմբի, որը այս կլոր սեղանները կազմակերպում է, իրենք կարողանում են իմի բերել եւ գտնել են ընդհանուր հայտարարները եւ ընդհանուր մարտավարությունը կլոր սեղանի անցկացման, ոչ թե հիմա փորձ է արվում
գտնել ինչ-որ շատ մեծ ընդհանրություններ ուժերի միջև, այլ քայլ առ քայլ մասնավոր հարցերի շուրջ քննարկելով, այդ մասնավոր հարցերը լինելով խորքում նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես օրինակ մեր այն հայտարարությունները, որ մենք ընդունել ենք կապված թե ուրեմն անկախության հռչակագրի, թե եկեղեցու, թե ձերբակալությունների, թե Արցախի հետ, այս բոլորը այն կարևորագույն հարցերն են, որոնք ի վերջո անգամ սահմանադրության հետ են կապվում, բայց մենք այն մարտավարությունը, որ հիմա որդեգրվել է, մասնավոր հարցերից դեպի ընդհանուր հարցեր շարժվելու մարտավարությունն է, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվում։ Պարզ է։ Հաջորդ հարցը մեր օգտատերերից է, ԱՄՆ Իսրայել հարաբերությունների ներկա այդ լարված վիճակը, արդյոք նմանորից վերադարձավ, այո, արդյոք ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի եւ մասնավորապես Իսրայել-Ադրբեջան համագործակցության վրա։ Կարող եք հարցը կրկնել, որտեղ իմ մոտ ձայնը ընդհատվել էր։ Կրկնեմ։ ԱՄՆ Իսրայել հարաբերությունների լարված վիճակը ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի եւ մասնավորապես Իսրայել-Ադրբեջան համագործակցության վրա։ Լավ հարց եք տալիս, շատ, այսպես ասում են անգլերենում, $1 միլիոն հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանում։ Բավականին մենք բազմիցս դրա մասին արտահայտվել ենք, որ գտնվում ենք տուրբուլենտ, հարափոփող, փոթորկուն, այսպես ժամանակաշրջանում եւ շատ արագ իրադրությունները կարող են փոխվել եւս մեկ անգամ, այսինքն խոսել, որ այսօր կայունություն կա նույն ամերիկա-իսրայելական հարաբերություններում եւ ասենք ներկայիս արդեն Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններով ամեն ինչ հստակվել է եւ հաստատվել է, չենք կարող, հատկապես որ Իրանի հետ կապված այսինքն լարումները չեն պակասում եւ հնարավոր չի անգամ այսօր ասել, թե հաջորդ քայլը ինչ կլինի տարածաշրջանում Իսրայելի կողմից եւ բնականաբար ամերիկյան պատասխանը նույնպես, որտեղ եթե Գազայի հարցում եվրոպական ճնշումները բավականին մեծ դեր կատարեցին ուրեմն փոփոխությունների առումով, ապա Իրանի հարցում նույն Եվրոպան նույնպես խստացրել է իր վերաբերմունքը Իրանի ներկայիս իշխանությունների նկատմամբ եւ դժվար է ասել, թե իսրայելյան հնարավոր ռազմական հարվածը, որի մասին շատերն են խոսում, ինչպես կընկալվի եվրոպական նախևառաջ հանրության եւ հետո նաեւ արաբական աշխարհում։ Այստեղ սիմետրիա գոյություն չունի Գազայի եւ Իրանի առումով եւ դա ես կարծում եմ շատ կարեւոր փոփոխություն է, փոփոխություն կարող է առաջացնել նույն իսրայելա-ամերիկյան հարաբերություններում եւս մեկ անգամ։ Այսինքն շատ դժվար է կանխատեսել այսօր, թե մի քանի օրից կամ շաբաթից ինչպես կփոփոխվեն այդ հարաբերությունները։ Ուստի եւ կանխատեսել կարող ենք հետեւյալը։ Ես կարծում եմ ամերիկա-չինական հարաբերություններն են, որոնք այն հիմնական հակամարտությունները շահերի, որոնք որոշում են մնացյալ քայլերը, որոնք կատարվում են Միացյալ Նահանգների կողմից մեր տարածաշրջանում, իսկ դա ասենք մեր տարածաշրջանում արտահայտվում է կենտրոնական Ասիա, դեպի կենտրոնական Ասիա ուրեմն ակտիվությամբ, որի մեջ հարավային Կովկասը նախադուռ է եւ այդ իմաստով սպասել, որ շատ կտրուկ փոփոխություններ կլինեն մեր տարածաշրջանում, բացի այն
արդեն ինչ-որ տեսել ենք վերջի շրջանում, ես կարծում եմ այդ ուղղությունը կշարունակվի։ Պարզ է։ Առանց Ամերիկայի Իսրայելը ամեն դեպքում ոտք չի գցի։ Ճիշտ է։ Իրանի պարագայում անկասկած, որովհետև Իրանը, եթե Սիրիայի պարագայում, ասենք Իսրայելը շատ ավելի մեծ ազատություն ունի գործողությունների, ապա Իրանի պարագայում ես կարծում եմ Միացյալ Նահանգների հովանին շատ կարևոր է Իսրայելի համար, որտեղ մենք գործ ունենք շատ ավելի մեծ երկրի հետ եւ բնակչությամբ եւ իր ռազմական հնարավորություններով, այո։ Վերջերս լսեցի, որ Իրանում այդ հիջաբների պարտադիր կրելը բան են արել, այլևս պարտադիր չի կրելը։ Այո, Իրանում փոփոխությունները անխուսափելի են, ուրիշ հարց թե ինչքան ցնցումներով այդ փոփոխությունները տեղի կունենան եւ այնտեղ հստակորեն կան ճամբարներ, անգամ իշխող ուրեմն իշխող դասակարգի մեջ, էլիտայի մեջ եւ իրենք բնականաբար փորձելու են նվազ ցնցումներով անցկացնել եւ այս քայլը, որը արվում է հիջաբների հետ կապված, այդ դրա վկայությունն է։ Պարզ է։ Հաջորդ հարցը, պարոն Չուկասյան, ինչ հետևություն անել Ալիև-Պուտին հանդիպումից։ Ալիև-Պուտին հանդիպումը, որը անցյալ դեկտեմբերից հետո եղած սկսված ինքնաթիռի խոցումից հետո ադրբեջանական, որ տեղի ունեցավ ռուսական երկնքում, լարումը շարունակապես աճել է եւ այս դեկտեմբերից հետո կարելի ասել առաջի զանգն էր, որը տեղի ունեցավ, հետո էլ հանդիպում եղավ, սկզբից հեռախոսով շնորհավորեց Ալիևը Պուտինի ծննդյան օրը, իսկ հիմա նաև հանդիպում եղավ Տաջիկստանում։ Ես կարծում եմ այդ փոփոխ վիճակները համաշխարհային, որոնց մենք բոլորս ականատես ենք, տատանումները որոնք տարբեր տարածաշրջաններում նկատելի են, այստեղ նույնպես իրենց դերը ունեցան եւ այս էսկալացիայից լարման աճից հետո, որը բավականին բարձր աստիճանի էր հասել, ես կարծում եմ, քանի որ զանգը Ալիևից սկսվեց, Ալիևը զանգեց եւ շնորհավորեց, ուրեմն եւ Ադրբեջանն է փորձում նորից բարելավել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Առաջի եզրակացությունն այն է, որ ով որ առաջինը զանգում է, նա էլ ուրեմն շնորհագրված է ավելի, ուստի այստեղ Ադրբեջանն է նախաձեռնողը այդ տաքացման, բայց թե ինչքանով են այդ հարաբերությունները տաքացել, այդ մի ուրիշ հարց է, որովհետև դատելով մամուլի արձագանքներից, գոնե այս կարճ ժամանակահատվածում, լարումը այնքան մեծ է, որ այսպիսի մեկ զանգով կամ մեկ հանդիպումով չի կարելի եզրակացնել, որ հարաբերությունները տաքացել են։ Ուղղակի փորձ է արվում, ես կարծում եմ նաև երկուստեք հարաբերությունները նորից փորձել կարգավորել եւ սպասվում են մի շարք այլ նախաձեռնություններ ադրբեջանա-ռուսական տաքացման հանդիպումներ են պաշտոնական լինելու հատկապես դեպի ադրբեջան-ռուսական ներկայացուցիչ եւ համապատասխանաբար կնքվել է նաև որոշակի համաձայնություններ կամ սպասվում են այդ համաձայնությունները ավելի ճիշտ Կասպից ծովի հետ կապված համատեղ ռազմածովային ուրեմն ուժերի միջև Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի առումով։ Այստեղ պետք է հասկանալ, որ
ես կարծում եմ Իրանը ավելի ճիշտ Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն Իրանի հետ կապված գալիք գործողությունների ընթացքում, որովհետև առաջի այսպես ազդեցությունը հավանաբար հենց Ադրբեջանը կզգա այս ռազմական լարումների ընթացքում եւ նրանք փորձում են ապահովագրել իրենց հնարավոր փոփոխությունների պարագայում եւ Ռուսաստանի հնարավոր մասնակցության դեպքում։ Պարզ է։ Ես միտեղ լսեցի, որ առևտրաշրջանառությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև 2025 թվականին 12%-ով աճել է։ Արդյոք այդ ամենը խաղ չէր, պարոն Չուկասյան, ձեր կարծիքով։ Չեմ կարծում, որ խաղ էր, որովհետև այդտեղ բավականին լարումը բավական բարձր աստիճանի էր հասել, հատկապես ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների նաև ակտիվացման ֆոնին, եւ դա քանի որ այսպես տաք պատերազմի հետ է կապված, այն որ ռուսները ռմբակոծեցին ադրբեջանական սոկար ընկերության ենթակառուցվածքները նավթային ուրեմն Ուկրաինայում, դա շատ լուրջ գործողություն էր, որպեսզի մտածենք, որ այդտեղ խաղ է։ Պարզ է։ Պարոն Չուկասյան, կարող եք մեզ լավ նորություններ ասել Լոնդոնից, հայանպաստ որևիցե բան։ Իհարկե պետք է խոսենք դրա մասին նույնպես, որովհետև նման հանդիպումների ընթացքում են խորքային այն հնարավորությունները բացահայտվում, որոնք առաջի հայացքից կարող են չնկատվել, այսպես ասել, որովհետև հայտնի է, որ Միացյալ Թագավորության Բրիտանիայի ուրեմն շահերը եւ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կապված են իրենց էներգետիկ անվտանգության հարցերի հետ եւ էներգետիկ ոլորտում ունեցած շահերի հետ եւ այդ շահերը մենք չենք կարող անտեսել այն իմաստով, որ չնկատել թե իրանք ինչպես են ազդում բրիտանական քաղաքականության վրա մեր տարածաշրջանում, բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ այն փոփոխությունները, որոնք տարածաշրջանում սպասվում են կապված Իրանի հնարավոր իրանյան փոփոխությունների հետ, շատ կտրուկ ազդեցություն կարող են ունենալ հենց նույն էներգետիկ ուրեմն տեղափոխությունների, ասենք, ռեսուրսների հետ կապված Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, որը բրիտանական գլխավոր այսպես շահերի մեջ է, գումարեք դրան նաև իրանյան ռեսուրսների բացվելու հետ գալիք փոփոխություններից հետո, այսինքն սանկցիաները հանելուց հետո Իրանի վրա։ Մի կողմից ուրեմն ճանապարհները, մյուս կողմից ռեսուրսները հենց բուն իրանյան։ Երկու դեպքում էլ մենք այդ փոփոխություններից հետո հենց այդ հիմնական շահերը, որոնք էներգետիկ շահեր են, նրանց ազդեցությունը շատ մեծ պիտի լինի հենց մեր տարածաշրջանի Հարավային Կովկասի վրա, որտեղ Ադրբեջանի դերը կտրուկ փոխվում է, իջնում է, թե որպես ռեսուրսային երկիր, եւ թե որպես տրանզիտային, այսպես փոխադրամիջոցներով անցնելու երկիր, քանի որ Կասպից ծովով այդ ամբողջը փոխադրելը մի կողմից կապված է մեծ, այսպես ասած, տնտեսական ներդրումների հետ, Կասպից ծովի տակով նման ուրեմն փոխադրումները կամ թեկուզ նավերով կազմակերպելու համար, համեմատ նույն ռեսուրսները Իրանի ցամաքային ճանապարհներով դեպի Եվրոպա հասցնել, դա նշանակում է մոտենալ մեր տարածաշրջանին արդեն Իրանի վրայով եւ այդտեղ շատ կարեւոր է դառնում Նախճեվանի ճանապարհի բացումը
հետո դեպի Հայաստան եւ դեպի Վրաստան, որովհետեւ դեպի Թուրքիա անցումը Պարսկաստանից անմիջապես դեպի Թուրքիա անցումը այդ նույն ասենք Սևծով հասնելու համար նախ Սևծովը հասնելուց հետո էլ խնդիրներ կա թե ինչ նավահանգիստներով պետքա դա արվի թուրքական, որոնք վրացական նավահանգիստների համեմատ տնտեսական աշխարհագրական թերություններ ունեն եւ վրացական նավահանգիստները շատ ավելի պատրաստ են նման մեծ քանակով ռեսուրսների տեղափոխման համար համեմատ նույն տրապիզոնի եւ մոտակա նավահանգիստների, բայց սա զուտ աշխարհագրական, այսպես ասած, դժվարություն է Թուրքիայի համար։ Մյուս խնդիրը, թե ինչքանով նույն Իրանը շահագրգռված է կախման մեջ լինել Թուրքիայից իր ռեսուրսները կամ իր միջոցով անցնող ռեսուրսները Սևծով հասցնելու համար։ Սա էլ աշխարհաքաղաքական շահերի, Իրանի ուրեմն քաղաքականության հետ է կապված լինելու եւ բացի դրանից Կասպից ծովի հետ կապված, քանի որ դա ներքին ծով է, այդտեղ ռազմական ներկայությունը հիմնականում ռուսական է եւ իսկ Իրանով անցնելուց ուրեմն իրանյան որոշման հետ է կապված լինելու, այսինքն Կասպից ծովով անցնելը բավականին այլ բարդությունների հետ է կապված։ Ուրեմն սա մեծ փոփոխություններ է բերելու եւ բնականաբար այլ սցենարներ նույն էներգետիկայի հետ կապված նույն բրիտանացիները ունեն, բայց բացի այս շահերից, որոնք շատ կարևոր է հաշվի առնել, որ այդ շահերն էլ շատ կտրուկ կարող են փոփոխվել տարածաշրջանում, կա մի ուրիշ գործոն, որը շատ հստակ արտահայտվեց Լոնդոնում վերջերս տեղ ունեցած աննախադեպ ժողովրդական այդ հավաքի ժամանակ, երբ որ կարելի ասել Բրիտանիայի պատմության մեջ ամենամեծ ցույցը եղավ Լոնդոնում, որը այսպես ասած միավորել էր շատ տարբեր շահեր ունեցող ուժերի բրիտանական եւ անգամ ասենք նույն շոտլանդացիները, որ անկախության ձգտումներ ունեն կամ ուրեմն իռլանդացիները, որոնք մասնակցել են, նրանք բոլորը միավորվել էին ընդդեմ այն դեմոգրաֆիական փոփոխությունների, որ սկսվել է Բրիտանիայում, ասենք նույն Լոնդոնում 30%-ն է բնակչության ընդամենը տեղաբնակ եւ դա փոխել է շատ լրջորեն ժողովրդի տրամադրությունները եւ մեծ պահպանողական ալիք է բարձրացել Մեծ Բրիտանիայում, նաեւ ուրեմն քրիստոնեական արժեքների հետ կապված փոփոխությունը, իսկ դա ազդում է նաեւ արտաքին քաղաքականության վրա եւ այն ուժերը, ովքեր դա այդ պահպանողական ուժերը որոշակիորեն իրենց արտաքին քաղաքականության մեջ նույնպես Հայաստանը սկսում է դիտվել որպես քաղաքակրթական ներկայությունը մեր տարածաշրջանում, որը ավելի հարազատ են, ասենք նույն բրիտանական պահպանողական ուժերի համար, իսկ դա մենք չենք կարող հաշվի չառնել մեր տարածաշրջանում։ Շատ լավ է։ Ընդհանրապես լուրերին հետևելով տարբեր տեսակի, ես էլ եմ նկատել, որ ընդհանրապես աշխարհում շատ են սկսել խոսել հայկականության մասին, քրիստոնեության մասին, շատ նշում են համարյա շատ տեղերում նշում են, որ Ադրբեջանը գերիներ է պահում հայերից եւ անպայման պահանջներ են ներկայացնում գերիներին ազատելու։ Եվ ոչ միայն, այդտեղ նաև ուրեմն արցախցիների վերադարձի հարցը նույնպես արևմուտքում շատ ուժեր կան, որոնք շատ վառ են պահում այդ խնդիրը, ի հակադրություն հայաստանյան այսպես ադմինիստրացիայի եւ վերջի Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպայի խորհրդում, որտեղ ինքը ասաց, որ արցախցիների վերադարձը վտանգում է խաղաղությունը,
այսպես լակմուսի թղթի նման երևաց հակասությունը, որ ուժերը, որոնք Եվրոպայում մասնարարպես խոսում են այդ հարցի շուրջ, այն բարձրաձայն են, որ թուրքական շահերի արտահայտող Փաշինյանը ստիպված է Եվրոպայում խոսել, որ դա խանգարում է Հայաստանի խաղաղությանը, այսպես ասած։ Պարզ է։ Պարոն Չուկասյան, մի հարց եմ ուզում տալ, այս Թրամփի մեզ մոտ արդեն Ամերիկայում Թրամփի հետ կապված դեմոկրատները շատ ուժեղ շարժում են սկսել Թրամփի ադմինիստրացիայի դեմ եւ եթե հանկարծ ստացվի այնպես, որ եկող տարի փոխվի հարաբերությունը եւ վերցնեն հաուզը դեմոկրատները, որոշել են, որ պիտի իմպիչմենտով զբաղվեն։ Եթե ես իհարկե չեմ ուզում մինչև այդ մենք մեր ազգային ուժերը գան իշխանության, բայց եթե չստացվի, ինչ եք կարծում, դա ավելի կհետաձգի մեզ մոտ լավ երևույթները ազգային ազատագրական շարժման հետ կապված։ Նախ սկսեմ նրանից, որ գործող ադմինիստրացիայի ամերիկյան քաղաքականությունը, որը Հարավային Կովկասում հատկապես արտահայտվեց, ասենք, այն հանդիպումով, որը օգոստոսի 8-ին տեղի ունեցավ Տրամփի օվալաձև կաբինետում, այդ քաղաքականության գրավոր արտահայտությունը, այսինքն թե դա ինչ ենթատեքստում պետք է հասկանալ, շատ բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվեց եւ հակասական, շատ հակասական կարող եմ ասել, եւ մենք գիտենք, որ մեր սպասելիքների գոնե ՊՎՌ-ը այդտեղ երաշխիքներ չի տեսնում մեր խաղաղության զարգացման հետ կապված եւ փոխադարձության սկզբունքը մենք վստահ չենք տեսնում այս հարաբերություն այդ օրվա ձեռքբերված համաձայնությունների ընթացքում կապված նույն Մեղրի միջանցքի ենթադրենք հավասարարժեք հնարավորություն հայերի համար, Հայաստանի համար Նախճեվանի ճանապարհը օգտագործելով դեպի, ասենք, բացելու համար դեպի Սևծով գնացող ճանապարհը հետագա եւ այլ հարցեր, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք, բայց հետաքրքիր էր, որ սեպտեմբերի վերջում ի հայտ եկավ պետդեպարտամենտի կողմից այն նամակը, որը պատասխանում էր կոնգրեսականների հարցումներին կապված արցախցիների վերադարձի, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման եւ այլ կետերի շուրջ, նաեւ գերիների հետ կապված շատ հստակ ուրեմն պատասխան էր եկել, որ ներկայիս ամերիկյան վարչակարգը բոլոր այդ հարցերում շարունակում է իր հետապնդումները այն իմաստով, որ պիտի արցախցիները վերադառնան հայրենիք, քրիստոնեական ժառանգությունը պետք է պաշտպանվի ոչնչացումից, այսինքն պրոհայկական կարծում եմ հստակ քաղաքականության գրավոր ուրեմն առաջին արտահայտությունն էր եւ սա պետք է դիտարկվի որպես առնվազն մի աշտարակի գոյություն այսօրվա ադմինիստրացիայում, որը հստակորեն արտահայտվել է արդեն իր հետագա քաղաքական քայլերում։ Սա հենց խոսքը գնում է այսօրվա հանրապետական իշխանության մասին, որը գործում է։ Դա չի նշանակում, որ այսօրվա հանրապետական իշխանության կազմում այլ աշտարակներ չկան ամերիկյան, որոնք ասենք ավելի պրոադրբեջանական դիրքորոշում ունեն, բայց առնվազն այս գրավոր արտահայտությունը խոսում են մասին, որ նման աշտարակ գոյություն ունի։ Հիմա, եթե փոփոխությունները ձեր ասած մյուս տարվա հետ կապված կլինեն
հոգուտ դեմոկրատների, դեմոկրատական մոտեցումներն էլ են հայտնի, այնտեղ էլ Բայդենի օրոք այդ աշտարակները գոյություն ունեին, հայկական, այսպես ասած, շահերը պարտադրում են մեզ լինել արթուն եւ տարբերել այդ աշտարակներին թե դեմոկրատական կուսակցության, թե հանրապետական կուսակցության մեջ եւ աշխատել են ուժերի հետ, որոնք որ ունեն շահերի համընկնում մեր շահերի հետ։ Ուստի այստեղ ամերիկյան ներքին քաղաքական փոփոխությունները բնականաբար մեծ ազդեցություն են ունենում, բայց բոլոր դեպքերում կա հնարավորություն աշխատելու եւ դիվանագիտական այն աշխատանքը լոբիստական, որը մասնավորապես BVR-ը իրականացնում է, շատ կարևոր է այսօր եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր աջակիցներին, որոնց նյութական օգնության շնորհիվ հնարավոր է դարձել մեր լոբիստական աշխատանքը թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, թե Միացյալ Թագավորությունում։ Սա անչափ կարևոր է, որ այլընտրանքային միշտ դռներ բացված լինեն ազդեցության լծակներով լոբիստական աշխատանքի համար, որովհետև ներկայիս իշխանությունը փաստորեն հանդիսանում է թուրանական շահերի ներկայացուցիչը եւ չի ներկայացնում որևիցե ձևով հայկական շահերը։ Այո։ Ինչ ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, պարոն Չգազյան, ժողովրդի վիճակի հետ կապված, ասենք նայեք, ասեց հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, դա չազդեց, Արարատը հանեք, դա չազդեց, Արցախը կորցրեցինք, Արցախը Ադրբեջանինն է, դա էլ չազդեց, հիմա ասում է եկեղեցին մերը չի, փաստորեն այդ իր հարձակումը դա է նշանակում, որ եկեղեցին մերը չի, մեզ հետ չի, էլի ժողովուրդը չի շարժվում, ինչ եք կարծում, կա արդյոք ինչ որ մի բան, որը իրոք այս ժողովրդին կհամախմբի վերջապես, ինչն է մնացել արժեք, ինչը կա։ Ասեմ ես այսպես, որ այո, հուսահատությունը մեր գլխավոր թշնամին է այսօր հայ ժողովրդի։ Մեր ամբողջ պայքարը պետք է ուղղված լինի այդ հուսահատության հաղթահարմանը եւ այդ ընկճախտը, որի մեջ շատերը եւ կողմնորոշումը կորցրած ժողովուրդը, այո, դա մեր գլխավոր այսպես աշխատանքի առաջագիծը պետք է լինի եւ մենք պետք է հասկանանք, որ այստեղ զուտ ռացիոնալ վիճակի հետ գործ չունենք, որովհետեւ ինչպես եւ անհատական դեպրեսիայի ժամանակ, հուսահատության ժամանակ, երբ որ ռացիոնալ ուրեմն փորձում ես արգումենտներ բերել, հիմնավորումներ բերել, որ մարդուն որ այդ ժամանակավոր վիճակի է եւ պետք չի ընկճվել եւ այլն, դա երբեմն չի ազդում։ Այստեղ շատ կարեւոր է էմոցիոնալ զգացմունքային օրինակի հարցը, որով դու ոչ միայն խոսում ես, այլև գործում ես, եւ դա շատ ավելի ազդեցիկ է լինում տվյալ վիճակում գտնվող մարդու կամ անհատի նաեւ խմբերի համար, եւ դրա համար շատ կարեւոր է չընկճվել այդ փոքր դիմադրության վտակները, որոնք կան, ինչպես դրա մասին էլ ենք խոսել, որ 1915 թվականին, ասենք, ընդհանուր մեր այդ աղետալի պայմաններում կային դիմադրության փոքր օջախներ, ինչպես Մուսալերը, ինչպես Ուրֆայի պաշտպանությունը, Շապինգարայի սարը, Վանը եւ այլն, որոնք թվում էին անհույս, որտեղ ահռելի ուժեր կանգնած դրա դեմ եւ բայց պատմությունը ցույց տվեց, որ այդ վտակները, որոնք դիմադրության կային, վերջում գումարվեցին եւ դարձավ Հայաստանի Հանրապետություն 18 թվականին, անսպասելի թվացող շատերի համար, բայց այդ դիմադրությունը եթե չլիներ, ապա նույն Հայաստանի առաջի հանրապետության, ասենք, փաստը չէր լինի, որովհետեւ
Արամ Մանուկյանի փորձը, որը Վանում կար, Երևանում լրիվ ուրիշ որակ դարձավ այլևս։ Եվ հիմա էլ այն ուժերը, որոնք թվում է, որ դիմադրում են իրենք համեմատեն այսպես անտարբեր զանգվածի թվում են փոքր, բայց այդ ուժերն են, որոնք մերանի դեր են կատարելու հաջորդ փուլում նոր Հայաստանի ծնման համար։ Դրա համար այստեղ հուսահատվել պետք չի զուտ թվական հարաբերություններով պետք չի առաջնորդվել, այլ պետք է առաջնորդվել որակական տեսնելով, որ ասենք այդ անգամ փոքրաթիվ ուժերը, որոնք այսօր փոքրաթիվ են, վաղը շատ մեծ որակական փոփոխություններ են բերելու գալիք են փոփոխությունների, որոնք բացվում են հենց իրանյան փոփոխություններից հետո։ Ուստի ես կոչ եմ անում մեր ժողովրդին ոչ թե նայել վիճակագրական, ասենք այսօրվա վիճակը, որը ասենք Երևանի ընտրություններում արտահայտվեց 80% ժողովրդի չմասնակցեց ընտրություններին։ Եվ դա հիմնական այսպես հիվանդություն է, բայց միևնույն է, դրանից հուսահատվել պետք չի, իրավիճակը փոխվելու է եւ պետք է մենք դրանով կողմնորոշվենք, ոչ թե քանակական զուտ համատություններ անենք, այլ անենք դինամիկայի մեջ տեսնենք իրավիճակի տարածաշրջանային փոփոխությունների գալիք փոփոխությունների ֆոնի վրա։ Ես համամիտ եմ, պարոն Չուկասյան, բայց նայեք, շատ-շատերը հենց համեմատելով պատմության հետ, այո, համարում են, որ միայն զենքով հնարավոր է այդ հարցը լուծել։ Ասենք գալիս են Նժդեհը կռվեց, Անդրանիկը կռվեց, Մոնթեն կռվեց, բոլորը կռվել են, զենքով են կռվել եւ դրա համար կարծես բոլորը դա են ուզում, դրան են, ոչ մի ուրիշ ձև չեն տեսնում։ Տեսեք, իհարկե, եթե խոսքը գնում է ռազմական ագրեսիայի մասին, որը Հայաստանի սպառնում է, բնականաբար մեր ժողովուրդը պետք է տիրապետի այդ զենքին եւ կարողանա պաշտպանել իր հայրենիքը, բայց հասկանալի է նաեւ, որ պատերազմը, ներկայիս պատերազմը այլևս հիբրիդային պատերազմ է։ Այդ պատերազմը տեղափոխվել է մեր հոգու մեջ, արդեն ուղեղի մեջ է այդ պատերազմը գնում։ Եթե մենք կարծում ենք, որ միայն զենքով է, ապա այդ դեպքում հարց է առաջանում, ինչպես եղավ, որ Արցախյան այդ Արցախում գտնվող այդ ահռելի ռազմական սպառազինությունը այդպես էլ չօգտագործվեց, ինչու Հայաստանի բանակը, որը զինված էր փաստորեն մնաց դուրս պատերազմից 2020 թվականին, այսինքն այդ հարցը հենց ակնհայտորեն երևում է, որ այստեղ թշնամին արդեն մեր հողի վրա է գործում, մեր հոգու մեջ է գործում, երբ որ վիրուսի նման, տրոյական ձիու նման, ասենք Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել, այդ տրոյական ձին հիմա ներսից քանդում է մեր պաշտպանական անվտանգային համակարգը հոգեբանական նախ եւ առաջ, որովհետեւ եթե դու արժեքներից հրաժարվում ես, եթե իրեն հաջողվում է քո արժեքներից քեզ օտարել, դրանից հետո դու զորաշարժ չես կարող ենթարկել քո կամքը եւ անհրաժեշտ պահին, ասենք, ռազմական պաշտպանության գնալ քո երկրի։ Եվ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը միայն ռազմական միջոցներով չի, եւ հիմա հոգեբանական պատերազմի փուլ է, այն ինչ որ իրենք կարող են անել առանց ռազմական օկուպացիայի, իրենք հիմա կարողանում են անել հենց հոգեբանական դաշտում, քանդելով մեր անվտանգային այսպես համակարգը դարերով ձևավորված եւ բնականաբար այդ օրակարգը թշնամու, որը արտահայտվում է նաեւ նրանով, որ եկեղեցին հայտարարվել է որպես ռևանշիստական կազմակերպություն, դրա իրականացումը արվում է մանիպուլյացիոն ձևով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության միջոցով։ Դրա համար այստեղ պետք է նկատել մի քանի ֆրոնտ, մի քանի առաջագիծ եւ բոլոր առաջագծերում պատրաստ լինել դիմադրության։ Ես իհարկե կարծում եմ, որ իրենք երբ ասում են զենքով, ի նկատի ունեն մեր իշխանությանը հեռացնելու
հարցը։ Եթե ես համեմատեմ նորից մեր իրավիճակը պատմական նախօրինակ վիճակի հետ, դա ֆրանսիական պարտությունը, որ ֆրանսիացիները ունեցան գերմանացիներից 1940 թվականին, նույն Ֆրանսիայում այդպիսի ընկճախտ գոյություն ուներ եւ ֆրանսիացիները վերընտրել էին պարտված ուրեմն իրենց ղեկավարին Պետենին, որը թշնամու հետ համագործակցում էր եւ տևեց որոշ ժամանակ մինչեւ դիմադրության ճակատը նախ եւ առաջ ներքին կազմակերպման եկավ, հետո արդեն ազգային ազատագրական ուրեմն վիճակներ, նաեւ միջազգային իրավիճակի փոփոխությունը բերեց ֆրանսիական դիմադրության միացյալ ճակատի ստեղծմանը։ Ուզում եմ ասել, մենք պետք է հասկանանք, որ այստեղ բավականին նման իրավիճակ է եւ մեր ժողովուրդն էլ այդ դուրս է գալու այդ ընկճախտից, դրա համար շատ կարևոր է աշխատել բոլոր առաջագծերով, բոլոր ֆրոնտերով միաժամանակ։ Այո։ Մի հարց ունեմ, պարոն Չուկասյան, Սամվել Կարապետյանի թիմը սկսեց քարոզարշավը։ Ինչ տպավորություններ ունեք դրա հետ կապված։ Նույն կոնտեքստը, որ ես ասեցի ձեզ, ուրեմն այստեղ Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը շատ հստակորեն արտահայտվել է որպես եկեղեցու հովանավոր եւ իր արտահայտությունը, որ ինքը արեց, թե ինքը իր ձևով կպայքարի, հիմք հանդիսացավ իր ձերբակալության, այսինքն իրեն այստեղ ճնշումները սկսվեցին այն պահին, երբ որ ինքը ի պաշտպանության եկեղեցու արտահայտություն արեց եւ այստեղ պետք է մենք շատ լավ հասկանանք, որ դա ընդհանուր այս օրակարգի, թշնամական օրակարգի մաս էր եւ ինքը այդ իմաստով քաղաքական բանտարկյալ է այսօր եւ անկախ մեր ունեցած գաղափարական տարբերություններից իր հետ, մենք այսօր դա շատ հստակ տեսնում ենք եւ Սամվել Կարապետյանենց քաղաքական ուժի ձևավորումը, որը հիմա ներկայումս տեղի է ունենում, բնականաբար, ասենք, շատ առումներով մեզ չի բավարարում իրենց անպատրաստությունը, իրենց քաղաքական հայտարարությունները, բայց ես ուզում եմ, որ հստակ լինի, որ այստեղ ինչպես նորից Ֆրանսիայի օրինակը բերեմ, ասենք, Ֆրանսիայում կային կոմունիստներ, որոնք դիմադրում էին գերմանացիներին եւ ռոյալիստներ, որոնք ասենք անգամ ոչ թե հանրապետական Ֆրանսիայի, այլ թագավորական Ֆրանսիայի կողմնակիցները իրենք տանել չէին կարողանում իրար եւ երկար ժամանակ իրար հետ չէին կարողանում համագործակցել, բայց ընդհանուր թշնամու այդ արկայությունը ստիպեց, որ ի վերջո իրենք միացյալ ճակատով հանդես գան եւ այստեղ նույնպես շատ այսպիսի նմանություններ կան, որոնք կապված են այն վտանգի հետ թուրանական, որը որ այս ներկայումս մեզ սպառնում է։ Այո, հեղուկ վիճակ է շատ։ Պարոն Չուկասյան, մի հարց ունեմ Արցախի հետ կապված։ Մենք գիտենք, որ այսպես թե այնպես մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախը վերադառնա եւ արցախցիները վերադառնան այնտեղ, բայց որքան որ ես իմացա, արդեն բավականին, չգիտեմ, 50 թե 100,000 ընտանիք արդեն թե ընտանիք թե մարդ արդեն վերաբնակեցվել են Արցախում։ Ասենք ինչ որ տեսլական ունեք եւ վերադարձնենք Արցախը, ինչ պիտի լինի դրանց հետ։ Արցախի նախ վերաբնակեցման հետ կապված ասեմ, որ ադրբեջանցիներին չի հաջողվել այնտեղ մեծ քանակով մարդ տեղափոխել, որտեղ այդ պատմական հիշողությունը փաստորեն դեռ է ադրբեջանցիների մեջ, որ իրենք այդ խորհրդային տարիներից սկսած փորձել են բնակավայրեր ստեղծել, մեծացնել ադրբեջանցիների քանակը Արցախում, բայց ի վերջո այդ բոլոր մարդիկ ստիպված լքել են Արցախը
Հիմա իրենք փորձում են նորից վերաբնակեցում անել, բայց պատմականորեն ես ուրիշ փաստ եմ ուզում վերհիշել, որ Արցախը վերջին 1000 տարվա մեջ 3 անգամ դատարկվել է հայերից հիմնականում եւ հետո հայերը նորից վերադարձել են Արցախ։ Ամբողջական դատարկվել է։ Համարյա ամբողջական, բայց որոշ հատվածներ միգուցե եւ մնացել են, բայց հիմնականում այդ դատարկումը տեղի է ունեցել, դեպի Վրաստան են տեղափոխվել, դեպի Ռուսաստան են տեղափոխվել, վերջի 300 տարվա ընթացքում նույնպես այդ օրինակները հայտնի են։ Անկամ գիտեք Հայաստանի Տաշիրի մարզուի բնակչությունը Վրաստանում բավական մեծ քանակով արցախցիներ են եղել, մելիքներ են տեղափոխվել իրենց ամբողջ ազնվական ընտանիքներով եւ այլն, բայց հետո նորից վերաբնակեցում է եղել պատմական իրավիճակի փոփոխություններով։ Այնպես որ խոսել դրա մասին, որ անվերադարձ է, միայն կարող է թշնամին խոսել դրա մասին եւ թշնամու հետ համագործակցող այն ուժերը, որոնք հիմա խոսում են, որ դա վտանգավոր է խաղաղության համար, դրա մասին մտածելը։ Բարձ է։ Իմ հարցերը վերջացան, պարոն Չուկազյան, եթե ինչ որ ասելիք ունեք, որ ես չհարցրեցի, դուք համարում եք կարևոր, որ կարող եք դրա մասին ասել, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը, որ երբ որ մենք գիտակցում ենք, որ պատերազմը տեղափոխվել է մեր հոգու մեջ եւ մեր մտքի մեջ, շատ կարևոր է, որ հասկանալ, որ ամենօրյա կարգապահ մոտեցում է պետք հիգիենա, ներքին հիգիենա ունենալ, մաքրվելու ամեն տեսակ հուսահատացնող ուրեմն մտքերից, լուրերից, բամբասանքներից, որովհետև ներքին հոգևոր այդ ամրությունը այն հիմքն է լինելու վաղվա հաջողությունների քաղաքական, որը առանց այդ հիմքի հնարավոր չի ոչ մի հաջողություն, ոչ մի հաղթանակ։ Լինի դա հոգևոր ոլորտում, հոգեբանական անվտանգության առումով, թե ասենք ռազմական անվտանգության իմաստով։ Այո, շատ շնորհակալ եմ, պարոն Չուկազյան։ Մոտեցեք խնդրեմ։ Համար ցտեսություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Սիրելի խնդրում եմ, կիսվեք անպայման լայքեք եւ անպայման տարածեք։ Շնորհակալություն։ Ցտեսություն ձեզ։